Արարչագործության նկատմամբ հետաքրքրասիրությունը մարդկանց միշտ մղել է գիտական նորանոր հետազոտությունների և ուսումնասիրությունների, սակայն մինչ օրս կատարված հայտնագործությունները մի ավազահատիկ են արարչաստեղծ աշխարհի և արարածների ճանաչողության ճանապարհին։ Մարդ արարածի աշխարհ գալը բեղմնավորումից մինչև ծնունդ երկնային անբացատրելի հրաշագործություններից թերևս ամենակատարյալն է։ Նորածին մանուկը համարվում է երկնատուր պարգև, իսկ մայրը երկնային օրհնության արժանացած էակ։ Արդյոք կլոնավորման կիրառմամբ չի արժեզրկվի Աստծո արարչագործության էությունը և չի իմաստազրկվի մեր նախածնողներին տրված «Աճեցեք, բազմացեք ու լցրեք երկիրը» պատվիրանը։ Կլոնավորման խնդրի մեջ շատ արդիական, շատ տեղին է բարոյաթիկական հարցի վերհանումը, որովհետև այստեղ մարդը ոտնձգություններ է կատարում Աստծո արարչագործության դեմ, նրա արարչագործ էության դեմ։ Մարդը իրեն վերագրում է աստվածային հատկություն, ինչպես որ Աստված դրախտում ստեղծեց Ադամին ու Եվային, այսօր մարդը փորձում է ստեղծել իր նմանին։ Եվ ինչպես որ ընդունված է ասել, մարդ ըստ պատկերի յուրո, այսինքն մարդը այսօր փորձում է մարդ ստեղծել իր պատկերով, ինչպես որ Աստված ստեղծեց իր պատկերով։ Կլոնավորում բառը, որ ժամանակին կարելի էր հանդիպել միայն գիտական ֆանտաստիկայի ժանրին պատկանող գրականությունում կամ ֆիլմերում, այսօր մեր իրականության մեջ ամրագրված տերմին է։ Գիտնականներն արհեստական ճանապարհով նախ ստեղծեցին ճանճ, գորտ, ապա ծնվեց Դոլի անունով ոչխարը, մոր օրգանիզմից վերցված գենետիկ նյութի հիման վրա։ Կենդանական աշխարհի այս ներկայացուցիչների թիվը չի բացառվում, որ ժամանակ անց կհամալրի նաև մարդ արարածը։ Բոլոր դեպքերում արհեստական մարդ ստեղծելու գաղափարն իրեն երկար սպասեցնել չտվեց, և կլոնավորման ենթակա մարդկային առաջին սաղմի փորձարկումը սկսված է։ Հնարավորությունները իսկապես շատ գայթակղիչ են։ Նախ եւ առաջ փորձեցին ցույց տալ, թե ինչպիսի մեծ նվաճումներ ունի այսօր ժամանակակից կենսաբանությունը, որ կարող է այդպիսի հրաշքներ շակերտների մեջ գործել։ Երկրորդը փորձում են հիմնավորել կլոնավորման նպատակահարմարությունը այն բանով, որ հնարավորություն կստեղծվի ցանկացած մարդու ցանկացած օրգան ստանալ եւ դա օգտագործել բուժման նպատակների համար։ Եվ այդտեղ չի լինի տրանսպլանտացիայի խնդիր, այստեղ չի լինի օրգանների, հյուսվածքների իմունոլոգիական կոնֆլիկտի խնդիր։ Սակայն այստեղ կա մեկ ուրիշ ասպեկտ, այստեղ կա էթիկական ասպեկտը եւ այդ իմաստով այս ասպեկտը նոր չէ։ Ըստ էության խոսքը վերաբերում է մի սպանիր պատվիրանի խախտմանը։ Եվ դա իրական է եւ աբորտների դեպքում, եւ մոդայիկ մեկ ուրիշ ուղղության էվտանազիայի դեպքում, եւ կլոնավորման դեպքում, ինչպիսի նպատակով էլ, ինչպիսի բարի նպատակներով էլ ղեկավարվեն գիտնականները մարդկային էմբրիոն ստանալիս, այնուամենայնիվ վերջը սպանությունն է, որը ընդունելի չի քրիստոնեական էթիկայի տեսակետից, եւ ես համոզված եմ նաեւ մարդկային, համամարտկային էթիկայի տեսակետից։ Իհարկե այդ process-ը շատ կարևոր է եւ ունի ապագայում իր նշանակությունը։ Բայց այստեղ շատ ավելի հուզիչ հանգամանք կա, թե ինչպես պետք է կիրառել այդ մեթոդը կամ այդ ուղղությունը։ Արդյոք կիրառողները չեն խախտի, ասենք, այն ամբողջ օրինաչափությունը եւ բոլոր օրենքները, որոնք որ ստեղծված են, ասենք, մարդկության կողմից եւ մարդու իրավունքները չեն խանգարվի այդտեղ։ Սա շատ կարեւոր է։ Կարծիքներ կան, որ կլոնավորման կիրառումը կարող է օգտաշատ լինել այնքանով, որքանով այն կծառայեցվի մարդկության բարօրությանը։
Գիտնականները վստահեցնում են, որ կլոնավորմամբ կլուծվեն բժշկության առջև ծառացած մի շարք խնդիրներ։ Էականորեն կկրճատվի անբուժելի հիվանդությունների թիվը, վնասված օրգանները կամ հյուսվածքները հնարավոր կլինի փոխարինել նորերով։ Սակայն սրան ևս պետք է վերաբերել որոշակի վերապահությամբ, քանի որ գիտական այս նվաճումը կարող է մարդկանց կանգնեցնել ուղղակի անլուծելի խնդիրների առջև։ Ես որպես վիրաբույժ, որը որ զբաղվում է օրգանների պատվաստման հարցով, կարող եմ ասեմ, օրինակ այս ասպարեզում կլոնավորումը կունենա իրեն մեծ տեղը, քանի որ նա կարող է տալ հնարավորություն, դուք գիտեք, որ օրգանը պատվաստելու համար պետք է իրականացնել համատեղելիության քննություններ եւ միշտ չէ, որ այս մարդու օրգանը կարող է համապատասխանել մյուս մարդուն։ Ուրեմն այստեղ նույնպես կան նուրբ հարցեր։ Օրինակ ես դեմ եմ, որ կլոնավորման մեխանիզմով մարդու մոտ ստեղծեն, ասենք, օրգան, որը կարելի է պատվաստել մյուս մարդուն, բայց կողմ եմ, որ կլոնավորման մեխանիզմներով հնարավոր լիներ, որ կենդանիների մոտ աճացնեին այնպիսի հյուսվածքներ կամ օրգաններ, որոնք կարող էինք օգտագործել մարդու համար։ Սա կտար ավելի մեծ ասպարեզ, որպեսզի մենք կարողանայինք պատվաստման հարցերը ավելի ընդլայնել եւ ավելի մարդկային կյանքեր փրկել այդ մեթոդով։ Հասկանալի է, որ կլոնավորման միջոցով օրգանների փոխպատվաստման նոր հնարավորություններ են ստեղծվում բժշկության համար։ Այնուամենայնիվ գիտական հայտնագործության կիրառումը բարոյաթիկական տեսակետից հարուցում է անընդունելի խնդիրներ։ Օրինակ, որքանով է բարոյական, թեկուզ արհեստական ճանապարհով ստացված լիարժեք օրգանիզմը վերածել օրգանների եւ հյուսվածքների պահեստարանի։ Ոչ ոք չի կարող վստահ ասել, արհեստական պատճենը օժտված կլինի մարդկային բոլոր հատկանիշներով, կլինի լիարժեք մարդ իր բանականությամբ եւ հոգեվոր ներաշխարհով։ Եթե անգամ ոչ, բոլոր պարագաներում որքանով է ընդունելի մարդկային կենդանի օրգանիզմը օգտագործել որպես պահեստամաս։ Այս խնդիրը ունի բարոյաթիկական բազմաթիվ կողմեր եւ այսօր մարդկության առաջ դրված են մի քանի հարցեր, որոնք կարող են վտանգներով լեցուն լինել մարդկության հետագա պատմության ընթացքում։ Օրինակ, երբ այսօր մարդը կարողանա ստանալ եւ այդ փորձերը ընթացքի մեջ են, կարողանա ստանալ մարդկային արարած ոչ բնական պայմաններով, այսինքն ոչ որդեծնության միջոցով, այլ փորձանոթի մեջ, սա մի շարք հարցեր է առաջացնում մարդկության համար։ Արդյոք այս մարդիկ ընդունելի կլինեն հասարակության մեջ այնպես, ինչպես բնական ճանապարհով առաջացած մարդիկ։ Արդյոք սրանք կառավարելի մարդիկ չեն լինի, որոնք կօգտագործվեն այս կամ այն նպատակներով։ Եվ միթե, եթե այս մարդիկ պիտի լինեն ոչ լիարժեք, թերարժեք մարդիկ, որոնք որ պիտի օգտագործվեն բնական ճանապարհով ստեղծված մարդկանց կողմից, սա ընդունելի է որպես բարոյական եզր։ Միթե այս ծնված մարդիկ կվայելեն իրենց ծնողների սերն այնպես, ինչպես որ բնական ճանապարհով ստեղծված մարդիկ։ Կարող է արդյոք մայրը սիրել այն զավակին, որը չի անցել հղիության եւ ծննդաբերության этаպներով։ Ինչպես կփոխվի սրանից մեր բարոյական նկարագիրը։ Եվ ուր կտանի մեզ ի վերջո մարդկային ձեռագործ էվոլյուցիան։ Գենետիկ հետազոտությունները հիմա այնքան են խորացել, որ գենետիկ քարտեզը մարդու կարելի ասել, որ լիարժեք արդեն գծված է, որ գրեթե արդեն հասել ենք այն գիտությունը հասել այն մակարդակին, որ իսկապես կարող է շատ մոտ ապագայում կարողանալ ստեղծել արհեստականորեն մարդ։ Կարող են պատվիրեն, որ այդ մարդը լինի գենետիկորեն նման լինի այս ինդիվիդուումին կամ այն ինդիվիդուումին։ Ուրեմն դա հենց դա է, որ ամենամեծ իհարկե նվաճումն է մարդկային, որ կարողացել է արդեն ինքը հասնել այդքան նուրբ մակարդակի, բայց միևնույն ժամանակ ամենամեծ վտանգն է, որ կարող է մարդը ստեղծել իրեն նմանը այդ ճանապարհով։ Իմ կարծիքով անբարոյական է։ Ես գտնում եմ, որ դրա իրավունքը ոչ մեկը չունի։
ստեղծել արհեստական մարդ։ Պատմությունը փաստում է, որ գիտական նվաճումների ինձեռած հնարավորություններն ու նորամուծությունները միշտ չէ, որ ապահովում են մարդկության անվտանգությունը եւ հոգեվոր եւ ֆիզիկական առումով։ Չափազանց էական են այն լծակները, որ բացառապես մարդկության համար շահեկանության տեսանկյունից կկարգավորեն հայտնագործության կիրառումը։ Սակայն միշտ էլ սեփական շահի մոլուցքը մարդուն մղել է շրջանցել արգելապատնեշները։ Իսկ այս դեպքում կանխատեսումները բավականին չարաղետ հետևանքներ են խոստանում եւ առաջին հերթին հեղաշրջում մարդու բարոյական չափանիշների համակարգում։ Այսօր արդեն որոշ ընկերություններ հայտարարում են, թե ընդամենը 200,000 ամերիկյան դոլարով պատրաստ են մարդուն անմահություն շնորհել։ Տարբեր աղբյուրներ նշում են նաև, որ անսովոր եւ իր ձևի մեջ արտառոց այս բիզնեսով զբաղվող ընկերությունները հովանավորվում են անօրինական գործունեություն ծավալող որոշ կրոնական կազմակերպությունների կողմից։ Իմ կարծիքով դա հնարավոր չէ, քանի որ բնությունը այդպիսի փորձեր պարբերաբար անում է։ Հիշենք երկվորյակներին։ Երկվորյակները, միաբջիջ երկվորյակները, նրանք փաստորեն մեկ ընդհանուր բջիջ են զարգանում եւ ոչինչով իրարից չեն տարբերվում իմունոլոգիական տեսակետից, այսինքն օրինակ տրանսպլանտացիայի տեսակետից նրանք իդեալական զույգ են։ Սակայն նույնիսկ նույն պայմաններում, երբ որ նրանք մեծանում են, տարբեր մարդիկ են այն ամեները, տարբեր անհատականություններ են։ Եթե մենք կլոնավորած այդ բջիջից աճեցնենք էմբրիոն եւ հետո ստանանք օրգանիզմ եւ դա լինի մարդ, ես չեմ կարծում, որ դա կլինի 100%-անոց նմանակը իր ծնողի նմանակը կլինի։ Բնությունը այդպիսի փորձ արդեն ունի։ Կլոնավորման փորձերն այսօր շահարկվում են մարդկությանը հավիտենական կյանք պարգևելու գայթակղությամբ։ Սակայն սա միանգամայն աբսուրդ հասկացողություն է, որովհետև հնարավոր չէ շարունակել կյանքը, այլ այս մեթոդով ստեղծվում է նոր մարդ, որը ունի գենետիկ նույն ինֆորմացիան, ինչ որ այն մայր օրգանիզմը, որտեղից որ վերցված է բջիջները։ Հետևաբար այս ստեղծված մարդը ոչ թե շարունակությունն է իր մայր օրգանիզմի, այլ պարզապես նույն ինֆորմացիայով օժտված մի նոր օրգանիզմ, որը հասարակության ազդեցությամբ կարող է ձևավորել նոր մտածողություն, նոր դիրքեր ունենալ, նոր բարոյական նկարագիր ունենալ եւ լինել նոր մարդ։ Հետևաբար այս գայթակղությունը, որ դրված է մարդկանց առաջ եւ կարճ մտածողության արդյունքում շատ մարդիկ հետևում են եւ ընկնում այդ փորձության մեջ, միանգամայն անընդունելի է եւ գիտության եւ կրոնական տեսակետից։ Հայտնագործության բարոյաթիկական կողմն այսօր վտանգված են տեսնում քաղաքակիրթ շատ պետությունների եւ եկեղեցիների ղեկավարներ։ Նրանք համոզված են, որ մարդկության անվտանգության դեմ ուղղված գիտական այս փորձերը միայն հավելյալ բարդություններ կստեղծեն բոլոր ազգերի, ժողովուրդների եւ երկրների համար։ Նրանք պահանջում են դադարեցնել մարդկային բնության վրա կատարվող բոլոր փորձերը, որոնք խախտում են համընդհանուր ճանաչում գտած բարոյական եւ կրոնական արժեքները։ Քրիստոնյա բոլոր եկեղեցիների դավանաբանության հիմքում հավիտենական կյանքի գաղափարն է, ըստ որի մարդն անմահության կարող է արժանանալ միայն առաքինի եւ աստվածահաճո կյանքի շնորհիվ։ Եթե անգամ ենթադրենք, որ կլոնավորմամբ հնարավոր է անմահություն ձեռք բերել, ապա այն միայն կխթանի բարոյական արժեքների կտրուկ անկումը, ոչ ավելին։ Եվ կրոնավորները եւ բժիշկները վստահեցնում են, որ արհեստական մարդ ստեղծելու պատճառով կքայքայվի նաեւ ընտանիք կոչվող միությունը։ Մեր հանրապետությունն ու եկեղեցին առայժմ պաշտոնական որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել, թեև ունեն այս խնդրի նկատմամբ իրենց հստակ վերաբերմունքը։ Ինքը խնդիրը պետք է անհանգստացնի ոչ միայն նրանց, թե որ երկրներում են այդ հարցով զբաղվում այսօր, կամ ասենք ինչքանով է զարգացած երկիրը եւ ինչքանով է մասնակցում այդ հարցի մշակմանը եւ ներդրմանը, քանի որ մենք շատ լավ գիտենք, եթե մի բան որևէ մի երկրում առաջացավ եւ տեղ գտավ արդեն կյանքում, նա շատ արագ կարող է տարածվել բոլոր երկրներում եւ բոլոր ժողովուրդների մեջ։ Ուրեմն իրավունքը այս հարցի քննարկման
եւ որոշում ընդունելու հավասար է բոլոր ամբողջ մարդկությանը։ Չեմ կարծում, որ շատ շուտով Հայաստան կմտնի, բայց որ Հայաստանը հենց այսօր պետք է պատրաստ լինի այս հարցի քննարկմանը եւ սրա շուրջ մտածելու, դա միանշանակ այդպես է։ Այսօր շատերն ասում են, որ այնպիսի պետություն, ինչպիսին մեր փոքրիկ Հայաստանն է, մտահոգվելու ոչինչ չունի, որովհետեւ մեր մոտ թե գիտությունը այդ զարգացածության աստիճանի վրա չի գտնվում, եւ թե այսօր այս վտանգը վերահաս չէ մեզ համար։ Սակայն երբ հրդեհը բռնկված է քաղաքում, մենք չպիտի մտածենք, թե այն դեռ մեր տանը չի հասել։ Կգա ժամանակ, երբ կհասնի նաև մեզ։ Բացի սրանից, սա վտանգով է սպառնում բոլոր պետություններին, բոլոր այն պետություններին, որոնք դեռևս չեն մտածում այս մասին, որովհետև այն երկրները, որտեղ որ կատարվում են այս փորձերը, այնտեղ դրան զուգահեռ ձևավորվում է նաև բարոյայթիկական կողմը եւ պատնեշ է ստեղծվում, արգելք է ստեղծվում այս փորձարարների համար երկրի օրենքների օրենսդրության միջոցով։ Հետևաբար այն երկրների գիտնականները, որոնք որ կանգնում են իրենց երկրների օրենսդրորեն ստեղծված արգելքների առաջ, փնտրում են աշխարհում իրենց համար ազատ գործելու դաշտ։ Հետևաբար մեր երկիրը կարող է դառնալ թիրախ այսպիսի փորձարկումների։ Կլոնավորման հետագա զարգացման եւ գործնական կիրառության մասին իրարամերժ կարծիքներ շատ են հայտնվել։ Գիտական, իրավական եւ բարոյական տարբեր տեսություններ են առաջադրվել մարդկության պատմության ընթացքում նախադեպը չունեցող այս հայտնագործության վերաբերյալ։ Դրանք երբեմն իրարամերժ են եւ հակոտնյա, սակայն բոլորի համար միանշանակ է, որ ամենափոքր անզգուշությունը գիտական այդ հայտնագործությունը կդարձնի չարիք մարդկային ողջ ցեղի համար։